Հայկական բարեգործական ընդհանուր միության ամառային ծրագրերը կամուրջ են Սփյուռքի եւ Հայաստանի միջև։ 15-ից 18 տարեկան պատանիների համար բացահայտիր Հայաստանը առաջարկում է կամավորական աշխատանքի եւ մշակութային բացահայտումների յուրահատուկ փորձառություն։ Իսկ համալսարանականների համար գլոբալ առաջնորդության ծրագիրն ապահովում է պրոֆեսիոնալ ստաժավորում լավագույն ընկերություններում եւ մենթորություն առաջատար մասնագետների կողմից։ Երկու ծրագրերն էլ միտված են մեկ նպատակի՝ ձևավորել ուժեղ, կապակցված եւ պատրաստված հայ երիտասարդություն։ Այսօրվա զրուցակիցներս Հայկական բարեգործական ընդհանուր միության այս երկու կարևոր եւ հետաքրքիր ծրագրերի մասնակիցներն են։ Սիրով ներկայացնում եմ նրանց Թակվոր Բոյաջյանը Սիրիայից եւ Անյա Հաժարը Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Բարև ձեզ։ Բարև։ Ինչպե՞ս եք։ Լավ ենք։ Շնորհակալ եմ հրավերս չմերժելու համար։ Խոսելու ենք այս կարևոր, իսկապես եւ շատ հետաքրքիր ծրագրերի մասին, որոնք հայ երիտասարդներին բերում են Հայաստան տարբեր նպատակներով՝ կամավորության, աշխատանքի եւ այլն, ինչպես նաեւ բացահայտելու համար իրենց հայրենիքը։ Առաջին հարցս այսպիսին է. ինչպես եք ծանոթացել ընդհանրապես ծրագրերին, ովքեր են ձեզ օգնել այս հարցում։ Անյա, խնդրեմ։ Իմ հասակագիցներս լսած է այս ծրագիրին մասին եւ միայն թրական բաներ ունեին բաժնելու ինձի հետ շատ ընկերներս արևելքի Սփյուռքեն Ամերիկայի մեջ լսած է այս ծրագիրին մասին եւ մայրս ալ դարիներ առաջ այս ծրագիրը ըրած էր բայց Նյու Յորք Սիթի քաղաքին մեջ։ Այո, իսկ դուք Թակվոր։ Ինձ համար մամաս եւ բաբաս HBO-ի հետ շատ մոտ են անորամար ինձի բացատրեցին ինչ է Discover Armenian եւ հետո ինձի սինգուզեսնը գնացին էսի այո interesting է այո հիմա հոսում Այո, Անյան մասնակցում է գլոբալ առաջնորդության ծրագրին։ Անյա, որքան է տևում ծրագիրը եւ դուք որքան ժամանակ է Հայաստանում եք եւ ինչ եք կարծում, ինչ հնարավորություններ կտա ձեզ այս ծրագիրը տարբեր աշխատանքներ իրականացնելու համար։ Այո, ես 6 շաբաթ հոսեմ Հայաստանի մեջ Ես Wigmore բժշկական կենտրոնին մեջ կաշխատիմ մի քանի օր շաբաթվան ընթացքին եւ ալ FAR Fund for Armenian Relief բզդիգներու պահպանական կենտրոնը եւ շատ օգտակար փորձառություններ եղած են ինձի համար շատ դպավորիչ մասնակցությունը դեսնալ ինչպես կորձի ընթացքին կաշխատի, որտեղ ես համալսարանի աշակերտ եմ, ուրեմն թասի մեջ եմ, բայց տեսնալ ինչպես որ կորձական մթնոլորտի մեջ կաշխատի իմ մասնավոր ճյուղս շատ հետաքրքիր եղած է եւ հայ մշակույթի մեջ իմ հասակագիցներուս ալ կարծեմ նույն փորձառությունը գրնային բաժնել, որ շատ հետաքրքիր է եւ շատ նոր բաներ կսորվին գոր իրենց հայրենիքին մեջ։ Որ համալսարանում եք սովորում Անյա եւ ինչ մասնագիտություն եք ընտրել։ Ես New York University համալսարանը գերտամ եւ հոգեբանություն գուսանիմ։ Հետաքրքիր է։ Շատ։ Այո, ձեր մասնագիտության համար շատ լավ հնարավորություն է կարծում եմ Հայաստանում պրակտիկա ունենալու։ Այո, շատ։ Եվ ալ կսկամ, որ հոգեբանությունը բավական նոր ճյուղ է Հայաստանի մեջ, որ նոր լուրջ գարնեն գոր, ուրեմն մարդկաբանությունի այսինքն եթե այդ ցևով ալ գնայիս գոր մշակույթային ցևով հոգեբանությունը ինչպես կդարբերի Հայաստան քան թե Ամերիկա շատ հետաքրքիր է։ Ինչ տարբերություններ, ինչ առանձնահատկություններ եք նկատել Անյա։ Մանավանդ եթե նկատել եք նաև եւ տեղյակ եք, որ այս ճյուղը ինչ որ առումով նոր է, այնքան նոր չէ, բայց ավելի շատ մեր օրերում են սկսել այս ճյուղին ուշադրություն դարձնել։ Այո, առաջ կարծեմ նյութերը, որ ավելի գտեսնաս փասիոններով դարբեր է Հայաստանում մեջ շատ բռնապանությունի խնդիրներ գտեսնաս հարաբերություններու միջև բռնապանություն գտեսնաս ուրիշ բանալ մենք Ամերիկա երբ որ մեկը ցավ ունի բայց մարմնայի խնդիր չէ ասփարը ալ չեն կործածեր, բայց հոստ շատ գլսեմ հիվանդանոցի մեջ, որ գսեն psychosomatic, Ամերիկա ալ ատփարը շատ չեն կործածեր, ուրեմն բարձաբես փարաբաշարը քիչ մդարբեր է եւ ալ դեսագ խնդիրները որ գտեսնաս քիչ մդարբեր է, մեկ ուրիշ բան մնալ, որ երբեմն շատ լուրջի չեն առներ կամ երբ որ բզդիգմը
հստակ խնդիր ունի, ծնողները քիչ մը գամչնան փերել հիվանդանոցի կամ գսկան, որ իրենց հանցանքն է Ամերիկա շատ նորմալ է հոգեբանությունի ջուղը եւ հոգեբանի մը դեսնալ շատ մարդիկ գնեն հոս կսկամ որ թեր քիչ մը գամչնան մարդիկ թեր քիչ մը թաբու է ասենք այո Թակվոր առաջին անգամ եք Հայաստանում Ոչ որի՞րդ անգամ եք եկել Հայաստան Շատ չեմ կե գարելի է 7 անգամ 6-7 անգամ Շուտ Մենք հայրս եւ մենք մայրս հոս կան համարին, անմար մենք հարգուկանք իրենց դեսնելու, չէ՞ շատ սուրիա չենք ուզել երթալ հիմա։ Այո։ Դուք Սիրիայում եք ծնվել, բայց այսօր ապրում եք Սաուդյան Արաբիայում։ Երբ եք տեղափոխվել։ Պատերազմներ պատճառը հավանաբար 2013 եկանք, երբ որ թեր 3 էի, 3 տարեկան էի, առաջ կազին բաբաս եկավ, հետո ես եւ մամաս, չէ՞ որ շատ չեմ ուզեր դիթել մտնել, բայց քեշ բաներ եղար, անմար Սաուդիա եկանք, քիչ մը փախելու եւ որ նոր կյանք մը գտնենք։ Այո։ Դուք դեռ դպրոցում եք սովորում։ Այո։ Բացահայտիր Հայաստանը հատկապես այս տարիքի երեխաների համար է, պատանիների համար է, 15-ից 18 տարեկանների համար է։ Դուք կամավորության նպատակով եք այս ծրագրին մասնակցում։ Ինչ է տալիս ձեզ կամավորությունը։ Ինչպես բացատրեմ, քիչ մը շատ ասանք, այս կապսանում մեջ կմտնե, բայց արդեն ես հոս եկա, որ օգնեմ, ինձ համար շատ կարևոր է, որ իմ հայրենիքիս օգնեմ, եւ երբ որ ինձ գշնորհակալ են եւ իրենց կօգնեմ, հոգս բավարար կսկա, որ իրենց օգնեցի եւ ինձ համար չեմ ներողպես իրենց համար գնեմ գոր, ինչպես երբ որ նորովան կացենք մակրեցինք, ինչպես հիմա արմավիր շենք գնորոքենք գոր, Գյումրի բեզդի քաղցուցենք, շատ սիրուն բան է։ Այո։ Անյա, մասնագիտական ինչ վերելիք եք պատկերացնում հայաստանյան այս 6 շաբաթյա ծրագրից հետո, հատկապես համագործակցելով հայաստանցի մասնագետների հետ։ Այո, կարծեմ ինձի համար մեծ բան է ունակությունը ունենալ հարմարվելու կարելիությունը, այսինքն ես կրնամ հայերեն խոսիլ, բայց անգլերեն շատ ավելի անգլերենով կսպաղվիմ դունը եւ մանավանդ հիվանդանոց աշխատիլ բժշկական փարաբաշարը բավական բարդ է ուրեմն հարմարվելու համար այդ կարելիությունը կսկամ որ շատ ավելի զորավոր է հիմա եթե մեկը նախատասություն մսե 1-2 բար կհասկանամ գոր բայց մոզեիկի պես կրնամ գոր կազմել մեծ խաղապարը ինչ է գրնալ բարձ պատասխան է, բայց հարմարվելու կարելիությունը եւ ալ հայ լեզվով ավելի ուժով ցևով սպաղվել եւ կարելիությունը ունենալ հասկանալու եւ խոսելու ավելի բարձր մակարդակով կսկամ որովհետեւ դուք մտածում եք նաեւ որ հետագայում հնարավոր է օրինակ այլ հայ մասնագետների հետ ովքեր ապրում են տարբեր երկրներում ունենաք որևէ ցանց աշխատանքային համագործակցություն հնարավոր է մտածել եք այս մասին Այո շատ մանավանդ որովհետև ես մտածում ունեցած եմ ապակային մեջ Հայաստան փոխադրվել ինձի համար շատ ավելի իմաստական է հայ ժողովրդով սպաղվել որովհետև ավելի բարդականություն կսկամ իրենց համար, որովհետև իմ ժողովուրդս է, ուրեմն հոգեբանությունի մեջ աշխատիլ կամ բզդիկներու պահպանական կետրոնը աշխատիլ հայ բզդիկներով, դարբեր իմաստ ունի, քան թե Ամերիկա աշխատիլ շատ դարբեր անձերով։ Այո, հետաքրքիր է։ Անյա, դուք առաջին անգամ եք Հայաստանում։ Ոչ, 9-րդ անգամս է Հայաստան։ Այս անգամ աշխատանքային այց է։ Մյուս այցերը հավանաբար որպես զբոսաշրջիկ են եղել։ Ես սարմիգ ունիմ, որ Ամերիկայեն հոս փոխադրվեցավ եւ հիմա ընտանիք ունի հոս, ուրեմն առաջին եւ երկրորդ անգամը բարձրապես գնունքի համար էր։ Առաջս եմ 6 շաբաթ հոսեմ 1.5 ամիս անցյալ այցելություններուս 10 օրեր ադանկփամը ուրեմն ժամանակը ավելի երկար է բայց եւալ հայկական մշակույթը շատ ավելի կհասկանամ գոր ընկերական մշակույթը բայց եւալ կորձնական մշակույթը մասնակցությունի մեջ աշխատիլ Հայաստան բոլորովին դարբեր փորձառություն գուտակեզի եւ տարբեր զգացողություն է, տարբեր պատասխանատվություն է։ Ճիշտ։ Ուրեմն ընդհանուր շատ ավելի զորավոր եւ դպավորիչ փորձառություն մնա ըստ ինձի։ Այո։
Թակվոր, ինչ զգացողություն եք ունենում, երբ որևէ համայնքում լավ գործ եք անում, որովհետև կամավորությունը իսկապես շատ հետաքրքիր առաքելություն է նաև, դուք գալիս եք Հայաստան, աշխատում եք Հայաստանում, չեք վճարվում դրա համար, դուք պարզապես լավ գործ եք անում ձեր հայրենիքի համար։ Որպես պատանի, ինչ զգացողություններ ես ունենում այս աշխատանքը իրականացնելիս։ Ես շնորհակալ եմ, որ այս opportunity-ն ունեցա, որ օգնեմ հայերուն, երեխաները, մեզերը եւ ինչպես ես ասա անգամ հասար հարցումը, որ հոգս բավարար գսկա, որ մեկում օգնեցի, ասենք 60 ժամ, գարի 60 ժամ գնենք, ասենք բարեկոզական բաներ եւ գսկաս որ գահստե գոր փամը գնես գոր շատ հաջելի փամն է եւ գսկա շնորհակալ եմ որ գրծանել Որտեղ եք եղել, որ համայնքներում եք եղել։ Առաջին գազեմ Քսյունե կացինք եւ Գյումրի երեք կա Գյումրի կացինք եւ բեզդի խաղցուցինք Արմավիր հիմա շենք մգա որ գնորհենք գոր եւ թավուշ արգար որ նույնը երենք օգնեցինք ներգելու եւ ուդելիկ դվինք գազեմ նորեն Սյունիք ոչ Սյունիք Pandevink hygiene products եւ ուդելիկը հիմա գմոնամ գոր բայց նորեն ուդելիկը գազեմ Գյումրի դվինք Այո բացահայտիր Հայաստանը բացի կամավորական ծրագիր ինչպես նախաբանում էլ նշեցի նաեւ հնարավորություն է տալիս Հայաստանը բացահայտելու Որտեղ եք եղել Որն է ամենահետաքրքիր գրավիչ տարածաշրջանը որտեղ կուզեք նորից վերադառնալ Նորևէ Գյումրի շատ սիրեցի եւ Վայոց ձորը շատ գեղեցիկ կդա չէ որ հոնդուն գսկամ երբ որ բեզդի գեյ բաբաս ինձի ֆիլմներ բաբաս եւ ինգեներ ֆիլմ գծեցներ ինձի հին հայկական ասվածներ ասանք քարտուններ ասանք գես անաբադեր գեսլեր Վայոց ձորին բես անորամար երբ որ երթամ հոնդուն գսկամ եւ Գյումրին շատ անոշիկ դերմն է շատ բալմուչուն գա ամեն հաշակույթով հետաքրքիր ամեն դեր որ երթաս բալմուչուն գա քեզ մեկը փամը գնա բալմեն Անյա ինչ հմտություններ եք սովորել մենթորներից եւ հայաստանյան մասնագետներից որոնք հետո կարող եք նաեւ կիրառել օրինակ Մինչ Հայաստան վերադառնալը, որովհետև դուք այդ նպատակը ունեք Միացյալ Նահանգներում։ Կսկամ, որ հարմարվելու այդ կարելիությունը մեծ փամն է, բայց եւ ալ BDSA-ի մանավանդ հիվանդանոց աշխատիլ Հայաստանի մեջ այդ փորձառությունը հadoop փամն է։ Իմ հայ ինքնությունս մանավանդ Ամերիկայի մեջ հadoop գետմն է ինձի համար եւ երբ որ կորձի կամ համալսարանի թիմումի ընթացքին ռեզումեիս վրա թեմատիկա կամ եթե դեսակցություն ունեմ հadoop փամն է իմ հայությունս եւ իմ հայությունովս սպաղվիլ ուրեմն կսկամ ինձի համար եւ իմ ընկերուհիներուս համար որ աս ծրագիրն ալ գնենգոր փամն է որ իրենց զատ գնե ուրիշ անցերեն որ գթիմեն գոր իրենց կարելիություններով որ սորվեցան իր մասնակիցներուն հետ բայց եւ ալ բարձրապես հայությունով սպաղվիլ հadoop է Ամերիկայի մեջ Ինչ հետաքրքիր է Անյա որ քաղաքում եք ապրում Ես Բոստոն գաբրիմ բայց համալսարան գերտամ New York City քաղաքին մեջ Բոստոնում մենք հայկական համայնք ունենք ոչ միայն նաև տարբեր մասնագիտություններին համապատասխան միություններ այդ թվում բժիշկների միություն ունենք իրավաբանների միություն ունենք ինչ կապեր ունեք հայկական շրջանակի հետ Իմ հայրս New York City աշխատեր հիվանդանոցը հիմա Բոստոն աշխատի հայրս Սիրդի բժիշկ է ուրեմն բավական գաբ ունի ինքը այդ մթնոլորտին մեջ որտեղ ես բժշկություն չեմ ուսանիր ես մինագս աչափ կապ չունիմ, բայց հայրս շատ կապ ունի եւ ալ գիտեմ, որ հայությունի դարբեր խումբեր կան, այսինքն մասնավոր մգա ուղեղի բժիշկներու համար, այսինքն հայությունի հետ եւ շատ գազմագերբեն դարբեր հանդիպումներ երդասարդ աշակերտներու համար, որ բժշկություն գուսանին գոր, բայց եւ ալ դարբեր ջուղերու համար, փաստաբանություն ըլա ընկերություններուն համար աշխատիլ շատ կարելիություններ կան։ Այո։ Թակվոր, որ ուղղությամբ եք շարունակելու կրթությունը։ Չեմ որոշած, բայց կարելի է գուզեմ բամը forensic science կամ law
Ադոնք շատ հետաքրքրական են ինձի համար եւ երբ որ գուզեմ գրել, շատ գսիրեմ գրել, գիրք, միրգ շատ հաճելի է ինձի համար։ Ես պրոբլեմ որ շատ բան գսիրեմ անել, անորմալ ինձի դժվար է մեկ բանը վրան ասեմ որոշեմ։ Բայց կարծեմ forensic science կամ լաբի դենեմ։ Թակվոր դուք փոքր եք եղել երբ տեղափոխվել եք Սիրիայից Սաուդյան Արաբիա։ Մեր Սիրիայի հայկական համայնքը, մեր գաղութը ամենամեծ ու ամենագործուն համայնքներից մեկն է եղել, վստահ եմ ծնողներն են պատմել եւ շարունակում պատմել այդ մասին։ Դուք փոքր եք եղել, հիմա ապրում եք Սաուդյան Արաբիայում, նույնպես այն ունենք հայկական համայնք, բայց որքանով է գործուն, հիմա դուք կասեք, արդյոք կան հայկական տարբեր կառույցներ, որոնց հայ երիտասարդները մասնակցություն ունենում են։ Սաուդիա եթե գա։ Այո։ Շատ հայ գա, այո, ասանք քիչ մը ասանք խումբի պես բաներ գնենք իրարու հետ գան տբենք, ջաշանգեր տանք իրարու հետ։ Բեզդիգ է, Սուրիայում բես չէ, բայց սկսես ասանք նոր դուն մնե, բայց շատ ասանք հայկական դբրոց չունենք, ես ֆրանսիական դբրոց կերտամ, բայց դեր ասանք community շներ են կոն, եւ ադոնք Սուրիայն ար եկերեն, ուր որ գուզես եկերեն, բայց Սուրիայում եկերեն են կար։ Անորմալ գսկաս ասեն նոր ընտանիք կշինես երբ որ Սաուդիա։ Այո, շատ լավ։ Եվ բացահայտիր Հայաստանը եւ գլոբալ առաջնորդության ծրագիրը նաև հնարավորություն են տալիս Հայաստանում մշակույթին ծանոթանալ։ Մեր պատմամշակութային տարբեր հետաքրքիր կոթողներին ծանոթանալ, վայրեր այցելել, որն է ամենահետաքրքիր ուղղությունը մշակույթում, որը ձեզ գրավել է այս ընթացքում, երբ դուք Հայաստանում եք։ Երգեր, բարեր, վստահ եմ կազմակերպում է հայկական բարեգործական ընդհանուր միությունը։ Խնդրեմ, ի՞նչն է ամենահետաքրքիրը, որտեղ եք ձեզ ավելի շատ հայ զգում։ Ինձի համար կարծեմ ավելի լեզվական կողմեն, ես արդեն շատ լեզվական տարբեր բաներով կզբաղվեմ, մեծա միշտ ամենակարևոր կողմը մեր մշակույթի է, որ մեր լեզուն պահենք, իբրև արևմտահայ շատ կսկամատիկա, բայց ինձի համար դարբեր փարփարները հոս շատ հետաքրքիր են։ Գիտեմ արևելահայերեն ունենք եւ արևմտահայերեն, բայց ատկեր շատ հարուստ լեզվական կողմ ունենք եւ լսել դարբեր մարդիկ, դարբեր դեղերեն, ինչպես փարփարներ կան, որ ավելի մոտ են արևմտահայերենի կամ արևելահայերենի, նոր բառեր սորվիլ Ադիգա ինձի համար շատ արժեքավոր եղած է։ Խնդրեմ, Թակվոր։ Նույնը գսեի, բայց ինձի ավելի երկերն է, որ հոգիդ կթբնա, ասա հայություն չքեշ բացելիս որ դուդուկը գլսես, ադիար հոգիդ կթբնա եւ փամագա հայ որ երբ որ լսեսնա եւ լեզուն ար ինձի գադրական է։ Շատ գսիրեմ ասանք research-ներ, ինչպես դարբերությունը, ուր նայենք աս դարբեր փարմագա, ինչպես ադանք եղավ, ինչու ադանք եղավ եւ կդերն ար շատ ավոյ չէ որ գծեկե ասանք որ Հայաստանը ներգես բամը որ ես չեմ դեսա չէ ես արևմտահայ եմ չեմ գնա շատ եւ եթե Թուրքիա երթամ շատ չեմ գնա ասանք չէ դարբեր է հիմա մեր եկեղեցիները չգան մեր դուները չգան բայց ներգելը գծեկե իմ հողսն է ասանք գաբ գշինե մյուզիկը եւ ներգելը ադոր Երգում եք Թակվոր Այո շատ գսեմ երգել Կարող եք երգել մեր եթերում Մի փոքր հատված ինչ երգեր եք օրինակ լսել Որ երգերն են ձեզ դուր գալիս հայկական ինչ երգեր գիտեք Ես շատ ճկնախ երազ գսիրեմ եւ հետո Տիգրան Մանսուրյանը գսիրեմ աշնան արև մեր մանկունության տանգոն Գանքու գրիվինը շատ գսեմ պիանո դաշնավորի վրան նվագեմ բայց չէ որ դարբեր դիալեկտը քիչ դժվար է ինձ սորվելու անորմալ շատ չեմ երգել Ինչպես եք սովորել մեր երգերը Հնարավորությունը ովքեր են տվել ծնողները, համայնքը, ընկերները, շրջապատը հայկական Ծնողներս եւ երբ որ Հայաստան գուքամ շատ գլսեմ, ադանք սորել Շատ լավ Անյա, ինչ հնարավորություն եւ ընդհանրապես եւ նաեւ հարց ուղղում եմ Թակվորին Ծրագրերին մասնակցելուց հետո, երբ վերադառնաք ձեր բնակության երկրներ Ձեր ռեզյումեներում կամ ընդհանրապես ձեր կյանքի ռեզյումեներում ինչ տեղ կգտնեն այս ծրագրերը Կարծեմ ինչպես որ ասած է, կարծեմ շատ հադուկ են, ուրեմն քեզի երբ որ գտիմ ես կոր դարբեր բաներու շատ օգտակար կլա, բայց եւ ալ հոգեգան կողմեն ինձի համար շատ կոհացուցիչ եղած է փորձառությունը եւ ալ բաժնեմ որ
շատ անձեր կան իմ ծրագիրիս մեջ, որ առաջին անգամն է, որ Հայաստան գուքան գոր եւ կան, որ հայրեն չեն գրնար գոր խոսիլ, իրենց համար աս 6 շաբաթները արդեն գտեսնամ գոր փոփոխությունները լեզվով սորվիլ, բայց եւ իրենց ինքնավորությունին եւ մշակույթին շատ ավելի զորավոր գաբը ստեղծել։ Այո։ Կարելի է դունը երբ որ երթան հարգավ իրենց ռեզումեներուն վրա պիտի տնեն հադուկ ես Հայաստան հոս աշխատեցա, աս անցին հետ աշխատեցա, բայց եւալ կրնալալ ավելի փորձեն իրենց սփյուռքին հետ կապ գազմել կամ իրենց հայությունին հետ ավելի հարաբերություն մգազմել ինձի համար ալ հարգավ, բայց երբ որ մտածեմ իմ խումբիս մասին շատ տարբեր անձեր կան։ Այո, թակվոր։ Նույն բանը որ ես շատ չեմ սեր, ասանք երբ որ հոս գուքամ գոր բանս որ չեմ ուզել գոր ռեզումեի համար, բայց որ լուրջ օգնեմ, բայց ռեզումեն ինձի համար բանը որ հա ասա գնաս ավելցնել ադոր համար, բայց ես հոս եկել եմ օգնելու ռեզումեին համար գնանք ասել որ հետրակական գլամույսերուն եւ Հայաստան է, Ամերիկա չէ, դեռ մեջ է որ ասանք հա նորմալ է որ թուն փամը հոնես Հայաստան է, հետրակական ինչ է Հայաստանը, իթուն Երևան կացիր, Գյումրի ասանք բեզդիկ օգնեցիր, ադանք ֆաները։ Անյա, դուք ամբողջ ընթացքում զրույցի նշում եք, որ գալու եք Հայաստան, տեղափոխվելու եք Հայաստան։ Երբ եք եկել այդ որոշմանը։ Այսինքն բոլորովին որոշում չեմ արած, որովհետև դեռ ուսում ունեք այո, ստանալու։ շատ մեծ քայլն է փոխադրվել Ամերիկայեն մինչև հոս շատ տարբեր մշակույթ է, բայց BDSA-ի հոս քալեն հետո իրականության մեջ մտածած եմ այսօր մասին, բայց ինձի համար հայ լեզվով ապրիլ եւ աշխատիլ տարբեր է։ Ես միշտ կսեմ, որ ես կուզեմ սերդալ եւ աշխատիլ այդ լեզվին մեջ, որ ես փուն դված էի սեր եւ բզդիգուց ես Ամերիկա մեծա, բայց անգլերեն չի սորվեցա, մինչև որ դբրոց կացի 2 կամ 3 տարեկան են, ուրեմն հայ լեզուն ինձի համար շատ մասնավոր եւ զատ դեղը ունի իմ սիրտիս մեջ, ուրեմն Գարձեմ այդ պատճառով, լեզվական պատճառով պիտի ուզեի սպաղվել հայությունով։ Եթե Հայաստան չլա, դեղը թող լա, ուր որ գրնամ արդու միջև քիշեր, հայրեն լեզվով սպաղվել։ Մենք նաև խոսեցինք արևմտահայերենի մասին ու այսօր հատկապես 21-րդ դարում արևմտահայերենի մասին պետք է շատ խոսել։ Եվ ոչ միայն խոսել արևմտահայերենի մասին, հենց արևմտահայերենով խոսել եւ տարածել ու հատկապես երիտասարդները պետք է լինեն փոխանցողը մեր լեզվի այս հրաշալի ճյուղի։ Ինչ է պետք անել մեր արևմտահայերենը զարգացնելու, պահպանելու համար, փոխանցելու համար, որովհետև այսօր կրողները դուք եք եւ ձեզ վրա է դրված այդ պարտականությունը մյուս սերնդին փոխանցելու համար։ Ասիկա իմ փուն խաղապարս չէ, բայց ես 7-8 տարի զարմանազան ճամփարով սպաղվեցա Գուլբենկյան ընկերությունը այսօր հետ գաբ ունի եւ մտածելակերպն է այս ծրագիրին, որ եթե լեզումը պիտի ապրի, մանավանդ հին լեզումը, որ շատ չի խոսվիր, պետք է ստեղծես մեջը։ Եվ ես նույնը պիտի ասեի, պետք է ստեղծենք, պետք է երգշինենք, պետք է քրենք, պետք է բարենք, պետք է սորվենք այս լեզվով, որտեղ հայրենը շատ հին լեզումն է, միայն բարերով եւ ուղղակրությունով չեմ կարծեր կմնա, պետք է ստեղծենք եւ պետք է մեր հիմագվա իրականությունի մեջ հարմարվի։ Այո, թակվոր ունեք ձեր տեսակետը։ Նույն բիդեսեի, որ բիտքը քրենք որ ես անդրադարձա, որ շատ երկեր չկան արևմտահայերենով գրող մամաս, արևմտահայերեն երկեր չի լսեր, արևելահայերեն սիրուշո, շուրփոտ, անորմալ ինչպես էսավ, որ բիտքը երկերենք, քիրք բիտքը քրենք, բիտքը աս լեզուն հետ բիտքը ապրենք, չէ թե մենք հայ ենք, հայերեն գխոսենք իրար հետ, բայց հայերենով բիտքը ապրենք։ Այո։ Ադանք կուզե փասալ։ Այո, որևէ խնդիր ունենում եք Հայաստանում լեզվի առումով շփումների ժամանակ։ Ձեզ համար խոչընդոտ եղել է որևէ ժամանակ ոչ սփյուռքահայ ձեր ընկերների հետ հարաբերվելու ժամանակ։ Իրական ասեմ ես հասկանալի եք դուք։ Այո, ես շատ ավելի ժխտական սպասումներ ունեի, որովհետև
երբեմն փորձառություններ ունեցած եմ, որ չեմ հասկացվիր, բայց ասեմ, չեմ գիտեր, եթե սփյուռքի բաճարով է, որ շատ քաղտած են Հայաստան, Հալեբեն կամ տարբեր տեղեր են, բայց շատ արևմտահայերեն գլսեմ, բայց եւ ալ գսկամ, որ ընդունած եմ հոս եւ կհասկացվիմ գոր, եւ ալ երբեմն դժվարություն կունենամ, եթե ռուսերեն կխառնվի, որտեղ ռուսերեն չեմ հասկանար, բայց ընդհանուր շատ թրական փորձառություն եղած է ինձի համար։ Ինձի համար քիչ մը դժվար է հասկանալու, բայց նույն բանը գսկամ, որ ինձի կհասկանան։ Իմ խնդրեմն է, որ ֆրանսական դպրոց գերտամ եւ հոնան ընկերոջս հետ անգլերեն գխոսիմ եւ արաբական երկիր գերտամ, շատ հայերեն չեմ գիտեր, անորմալ երբ որ հայերեն գխոսին գորհոս, կարելի է որ բարերը կան, որ ես կնամ հասկանամ, բայց չեմ գիտեր։ Եվ նորեն շատ ռուսերեն գխանեն հետը եւ ասանք դարբեր ցանով բան գսեմ։ Շատ լավ։ Այսօր կարծեք շատ խնդիրներ նաև այսօրվա երիտասարդների վրա են դրված, այդ թվում նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։ Այս ծրագրերը, որոնք իրականացնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, իսկապես Սփյուռքին ավելի մոտեցնելու ծրագրեր են մեզ Հայաստանից եւ հակառակ ուղղությամբ։ Բայց այնուամենայնիվ ձեր կարծիքն եմ ուզում իմանալ, ինչ է պետք անել այսօր, որպեսզի Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ամենից շատ ավելի լավ լինի։ Եվ արդյոք երիտասարդները, պատանիները, նոր սերունդը ունի իր դերակատարություն այս գործում։ Ես պիտի ասեի ամենաշատ, որ շարունակենք աս ընդունվելու մշակույթը, որովհետև շատ անձեր կամչնան հայերեն խոսելու կամ բարձաբես Եվ կամ Հայաստան այցելելու։ Այո, որովհետև գսկան, որ պիտի չի ընդունվին հոս կամ թերսերես կնային իրենց եւ ես այդ փորձառությունը ապրած եմ, բայց կսեմ, եթե գրնանք շարունակել, ասմդածում որ մենք ամենս հայ ենք, արևելահայ, արևմտահայ, ամենս նույն տեղեն եկած ենք, այդ մտածելակերպը կարևոր է կարծեմ։ Շարունակել։ Այո, շատ լավ։ Նույնպես գսկան, որ շատ լեյբլ գտնենք, ատուն արևմտահայերս տուն արևելահայես շատ ասանք իրար մեջ գհերանանք ասանք սելոբիտ կեսենք որ ամենքնից հայենք չի դա երկու երեք բար դարբեր չունենք ինչ կլա ամենքնից հայենք ամենքնից նույն արյուն ունենք ամենքնից երբ որ գխոսենք նույն արմատներն ունենք երեխային հետ երբ խոսենք որ հայերեն գխոսենք չի դարբեր ամենքնից հայենք ասանք բիտքը ադի բիտքը իշենք որ ամենքնից հայենք չի դարբեր Թակվոր ընկերներ ունեցաք այս ժամանակաշրջանում, երբ Հայաստանում եք, կամավորության ժամանակ։ Բանը, այո, եւ շատ դժվար չէ շինել, չէ՞ որ արդեն ամենքնից իրար հետ կջաշենք, նախաճաշ կնենք, ընտրիկ կնենք, իրար հետ կբարենք, կերկենք եւ ամենքնից հայենք, սփյուռք հայենք, որ եկենք նույն բանով Discover Armenia։ Անորմալ շատ ընկեր շինեցինք աս 3 շաբաթում։ Այո, շատ լավ։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ձեզ հաջողություններ եմ մաղթում եւ հուսով եւ վստահ եմ, որ շուտով Անյային իհարկե կրթությունն ավարտելուց հետո կտեսնենք Հայաստանում եւ Անյան իր նպաստը կբերի այս ոլորտի ավելի զարգացմանը, իսկ Թակվորին իհարկե դեռ ժամանակ ունի պետք է կրթություն ստանա, որոշի այն ուղղությունը, որ ուղղությամբ պետք է գնա, բայց վստահ ենք էլի Հայաստանում կտեսնենք գուցե հաջորդ ծրագրերին մասնակցելու ժամանակ։ Այսքանը, շնորհակալ եմ շատ։ Այսօր խոսում էինք Հայկական բարեգործական ընդհանուր միության երկու կարևոր եւ հետաքրքիր ծրագրերի մասին՝ բացահայտիր Հայաստան եւ գլոբալ առաջնորդության։ Այս ծրագրերը հնարավորություն են տալիս սփյուռքահայ երիտասարդներին գալ Հայաստան եւ մի քանի շաբաթ աշխատել տարբեր ոլորտներում։ Այսօրվա զրուցակիցներս Միացյալ Նահանգներից եւ Սիրիայից էին։ Թակվոր Բոյաջյանը Սիրիայից եւ Անյա Հաժարը Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Ինձ մնում է միայն հիշեցնել, որ մեր հաղորդմանը կարող եք հետևել նաև Հանրային ռադիոյի պաշտոնական եւ Facebook-յան էջերում։ Ես Նաիրա Աղաբեկյանն եմ, կհանդիպենք։